Հունվարի 27-ին Լոռու մարզպետը հանդես եկավ 2011 թվականին կատարված աշխատանքների հաշվետվությամբ։ Հաշվետու ժամանակահատվածում Լոռու մարզպետարանի աշխատակազմի 2011 թվականի աշխատանքային ծրագրի համաձայն մարզի տարածքային կառավարման ինքնակառավարման հիմնական նպատակային դրույթները եղել են պետական եւ տեղական բյուջեների միջոցների հավաքագրման ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացումը, աղետի հետևանքների վերացման ուղղված շինարարության ծավալների մեծացումը եւ հանրակրթական դպրոցների ջեռուցման համակարգերի գազաֆիկացումը։ Մարզի համայնքների բյուջեներով 2011 թվականի կտրվածքով նախատեսված մուտքերը ապահովել են 95.8%-ով։ Նախորդ տարվա համեմատությամբ սեփական եկամուտների աճ են ունեցել Տաշիրի եւ Թումանյանի տարածաշրջանների համայնքներում, իսկ Գուգարքի տարածաշրջանի համայնքներում անկում է գրանցվել կազմելով 98.2%։ Կան հարկատեսակներ, որոնք պարտավոր են մենք պատշաճ մակարդակով հավաքագրումը ապահովելու, բացի այդ համայնքի ղեկավարները պետք է շատ լավ հասկանան, որ համայնքների սեփական եկամուտների կատարումը իրենց պարտադիր լիազորությունների մեջ է մտնում։ Վատ վիճակում են նաև Սպիտակի եւ Ստեփանավանի տարածաշրջանների համայնքները։ Հողի հարկի հավաքագրումը հատկապես վատ է Տաշիրի տարածաշրջանում։ Ցածր մուտքագրում ունեն Տաշիրի տարածաշրջանում 9 համայնք, Թումանյանի եւ Ստեփանավանի տարածաշրջաններում 4-ական համայնքներ, Գուգարքի տարածաշրջանում 2 համայնք։ Հողի հարկի հավաքագրման առումով Լոռու մարզը հանրապետությունում գրավել է վերջին տեղ։ 2011 թվականի ընթացքում համայնքի հողի հարկի եւ գույքի վարձակալության վճարների 233.5 միլիոն դրամ պլանի դիմաց հավաքագրվել է ընդամենը 194 միլիոն դրամ կամ 83.3%։ 10 թվականի համեմատությամբ հավաքագրումը կազմել է 118.1%։ Չնայած այն հանգամանքին, որ հողի հարկի արտոնությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումը երկարաձգվել է մինչև 2011 թվականի հուլիսի 31-ը, սակայն վճարունակ քաղաքացիների գերակշռող մեծամասնությունն արդեն իսկ օգտվել էին արտոնություններից, իսկ մյուսներն էլ կամ բացակայում էին հանրապետությունից կամ զուրկ են համապատասխան միջոցներից, որպեսզի կարողանային օգտվել վերոհիշյալ օրենքի ընձեռած հնարավորություններից։ 2011 թվականին նախորդ տարվա համեմատությամբ սեփական եկամուտների հավաքագրումը նվազել է մարզի 52 համայնքներում։ Մարզպետը ցածր հավաքագրման պատճառ համարում է համայնքի ղեկավարի աշխատակազմի եւ ավականու շատ պասիվ եւ անհետեւողական աշխատանքը սեփական եկամուտների հավաքագրման գործում։ Անտարբեր եւ անբավարար աշխատանքի հետևանքով 2011 թվականին նախորդ տարվա համեմատությամբ զուտ սեփական եկամուտների մուտքերը զգալիորեն պակասել են հատկապես Վահագնի, Լուսաղփյուր, Սարալանջ եւ Հովնանաձոր համայնքներում։ Ինչ վերաբերում է աղետի գոտում կատարվող շինարարությանը, Glendale Hills Park բաժնետիրական ընկերության կողմից 2011 թվականին Լոռու մարզի գյուղական համայնքներում երկրաշարժից տուժած բնակիչների համար կառուցվել է 168 անհատական բնակելի տուն։ Ընթացքի մեջ է 296 անհատական բնակելի տների կառուցումը։ Լոռու մարզում 2011 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ գործում են 158 հանրակրթական հաստատություններ 29615 սովորողներով։ Սեպտեմբեր ամսվա ընթացքում մարզի տարածքում ուսումնասիրվել եւ հայտնաբերվել են տարբեր պատճառներով պարտադիր ուսուցումից դուրս մնացած 10 երեխաներ։ Հերմինե Զարմանյան, Արտակ Բրույցյան, Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերություն, լուրեր։